Դու անկատար ես եւ Տերը գիտի քո անկատարությունները։ Նա գիտի, որտեղ ես դու անկատար։ Եվ նա հենց քեզ է ընտրել, որովհետեւ դու հենց այդտեղ անկատար ես։ Եվ նա նույնիսկ քո թուլությունները օգտագործելու իր փառքի համար։ Ինչպես Պողոսն ասեց, իմ թուլությունների մեջ երևում է Աստծո փառքը, քո դժվար բնավորությունը, քո կոպտությունը, քո բարկությունը։ Դերը կարող է քո բարկությունը օգտագործել ինչ-որ մի շարժում առաջնորդելու համար։ Դու պետք է բարկանաս, սիրելի արծիվ, որտեղ եթե Տերը քեզ տվել է այդպիսի սիրտ, այդպիսի կիրք, որ դու այդպես կանգնես հանրարդարության իմացի, եթե քեզ ճնշեն, եթե դու այդ չունենաս բարկությունը քո մեջ, դու դուրս ես մնում քո առաքելությունից։ Տերը գիտի քեզ ինչպիսին է ստեղծել։ Ոչ մի բան քո մեջ պատահականություն չի։ Այն բան Աստծո ծրագրերի մեջ կատարյալ հաշվարկի մեջ է։ Դու պատահականություն չես, դու սխալմունք չես, դու այնպիսին ես, ինչպիսին պիտի լինես։ Իհարկե անցնում ես կատարելության ճանապարհով։ Ուրեմն ուժեղացի, ուրեմն զգաստացի, սիրելի արծիվ, մի կոտրի քո թևերը, դու ապացուցելու արդարանալու ոչինչ չունես ոչ մեկի առաջ։ Դու Աստծո հետ ես ու քո թռիչքը միայնակ է։ Դու պետք է վերև գնաս, որպեսզի նրանց համար էլ ճանապարհ ստեղծես։